Ամեն անգամ ստեղից նայում եմ ձեզ փայլում եք։ Ամեն անգամ ասում եմ փայլում եք, դուք էլ ասում եք երևի զուբրի տարած բառեր ասում։ Այսօր երկու ծնունդ ունենք մեր ծառայողներից, բայց վերջում կնշենք, վերջում ուզում են երևի սալյուտ խփեն մեր ծառայողները, խնդրեցին, որ վերջում նշենք, դրսում, ներսում, չգիտեմ, մեր մոտ սաղ հնարավոր է, դրսում էլ, ներսում էլ, ամեն բան հնարավոր է հավատացողին, նենց որ երեխեքը գնան, մենք մեծերով, հանգիստ, Ես Արմինե քուրս խի է հենց կամերայի հետևը նստե չեմ տենում իրան, շատ լավ, Այսօր նայում եմ մեր մեջ հյուրեր ունենք, մենք ողջունում ենք բոլորիդ, բոլորին տեսնում եմ, Գոհար Քուրջան, Տերը օրհնի քեզ, Հավեսա որ եկել ես, տուն ես եկել, Արմինե Քուրջան բարով եք եկել, տուն եք եկել, ես հավատում եմ, որ Էլբեթել ինքը ոչ միայն եկեղեցու ներսի համար է տուն, այլ բոլորի համար է տուն, ինքը Աստծո տունն է, պապայի տունն է, ամեն, պապայի տունը իր զավակների համար տուն է, Նելի Քուրջան բարով եք եկել, քուրս բարով եք եկել, Տերը օրհնի բոլորիդ սիրելներս, Մարդկա շուտ բանից չի եկել, Հեղինե Քուրջան բարով եք եկել, Այսօր մի բան կանենք, Վագ եղբայր պատրաստ եք, Այսօր մի հետաքրքիր բան կանենք, մենք գեղեցիկ սովորույթ ունենք, որ այն ընտանիքները, ովքեր որ գալիս են, ուզում են միանան, եկեղեցուն դառնան, եկեղեցու մի մասնիկը, մենք իրանց ընդունում ենք եկեղեցով, աղոթում ենք, իրանք ճանաչում են իրանց ընտանիքը, մենք ընտանիքով ճանաչում ենք իրանց, ու հենց սկզբից եկեղեցու սենց բաները Սամվել եղբայրն է սովորացրի, ասեմ իմանաք, ես տենց բաներից այդքան են որ, բայց երբ որ ինքը ասում եմ, հոպ, լավիզեյայվ, վсё, վերցրեցինք, սարքեցինք մեր համար եկեղեցու տրադիցիան։ Այսօր կընդունենք, Վագ եղբայր, եկեք առաջ ձեր ընտանիքով։ Սմոյ տղա ես էլ եմ գալի։ Եկեք։ Առանց քեզ ինքը կիսատա։ Երեխեքը պատանեկանում են, ոչինչ, երեխեքին ընդեղ վարդանենք կընդունեն։ Այս քաղցր ընտանիքը այսօր մեր հետ է, իրանք երկար ճանապարհ ունեն անցած, դժվար ճանապարհ ունեն անցած ու ինչ ենք անում, մենք ասում ենք մի ընթացք եկեք, նայեք, պտտվենք իրար, տեսեք ինչ է Էլբեթել, ինչ հոգի կա, խոսքը ինչ է, ինչպիսին է, երբ որ ուզենաք, մնաք, հաստատվեք, մենք ձեզ սիրով կընդունենք։ Կա ինչ-որ բան ասելու։ Ես քո փոխարեն կասեմ։ Դե ասելիքս նա ասենք, այսպես ասեմ, սիրելի ընտանիք, ես տարիներ փնտրել եմ մի հարազատ վայր, որտեղ քեզ կհասկանան, որտեղ ընդունված կլինես, որտեղ կլինի, ասենք, տեսիլքների համադրում նաև, ինչը որ, ասենք, տեսնում ես, ինչը որ մտածում ես, տարիներ, ասենք, այսպիսի միջավայր եմ անկեղծ ասած փնտրել, երբ որ վարազատ եղբայրը հրավիրեց, ասենք, հանդիպեցինք, զրուցեցինք, տենց մի քանի ժամ իրար հետ օրեր ա եղել, տենց մնացել ենք, եւ ես ինքս եկա ամեն համոզմունքին, որ մենք մի ճանապարհի մեջ ենք, եւ ես ինձ զգացի այնպիսի ընտանիքում,
որտեղ քեզ հասկանում են, որտեղ ասենք քո կողքին են քեզ հասկանալով, որ օգնեն, որ դու առաջանաս են տեսիլքների, են նպատակների, երազանքների մեջ, որը քո սրտում կա տարիների ընթացքում ձևավորված է։ Ասենք սիրելի եկեղեցի, տարիներ ես ինքս փնտրել եմ այդպիսի միջավայր, փնտրել եմ մարդիկ, որոնք իմ կողքին կլինեն, իմ սրտի համեմատ կհասկանանք, եւ հիմա ես ինձ տեսնում եմ երեկել երկար ժամանակ Վարազդատ եղբոր հետ էինք, եւ ես եկա այն եզրակացության, որ ես ճիշտ տեղում եմ, որ ես ընտանիքում եմ, որ ես տան մեջ եմ։ Եվ ես կցանկանամ, որ դուք իմ կողքին լինելով, նաև մենք ձեր կողքին լինելով միասին այն երազանքները, որ ունենք, սիրելի եկեղեցի, մենք միասին պիտի մտնենք դրա մեջ։ Մենք միասին պիտի գանք Քրիստոսին ճանաչելու միությանը։ Ես ինքս մենակով չեմ կարող, ես շատ տարիներ փորձել եմ եւ զգացել եմ, որ մենակով հնարավոր չի։ Դուք իմ, ասենք, ես ձեր կարիք ունեմ։ Եվ ինչի՞ չէ, նաև դուք իմ կարիք ունեք։ Մենք միասին է, որ պիտի գանք Քրիստոսին ճանաչելու միության։ Եվ փառք Տիրոջը, որ Վարազդատ եղբայրս այս ընտանիքում էլ Բեթել եկեղեցում սիրով ընդգրկեց մեզ եւ շատ անչափ ուրախ եմ Քրիստոսում լինելով, ընտանիքում լինելու համար։ Այսքան։ Փառք Հիսուսին։ Ճիշտ է ասում։ Իհարկե ճիշտ է ասում։ Ուրախ եմ, որ այստեղ ենք եւ Տիրոջ օրհնությունը կա, Տերը գործում է բոլորի հետ, կարծում եմ օրհնություն կա եւ մենք այդ օրհնության մի մասնիկը կդառնանք։ Վահագ ջան, դու ճիշտ ասեցիր, որ ասեցիր մենք առանց ձեզ ենք կիսատ, դուք առանց մեզ, այս միակողմանի չի, սա իրար հետ է, ու դեռ երկար, լավ, խորը, մեծ բաներ ունենք իրար հետ անելու։ Ճանաչեք ձեր ընտանիքը, սիրելի ընտանիք, ճանաչեք ձեր նոր ընտանիքը, եկեք աղոթենք միլ ջանար իրար հետ աղոթենք, օրհնենք իրանց ու ընդունենք իրանց։ Տեր Հիսուս, մենք քո առաջ ենք բերում այս թանկ ընտանիքը Տերի մարգա իրանց երեխեքին նույնպես Տեր։ Մենք օրհնում ենք Վահագ եղբորս, իր ընտանիքը Տերի մարգա, իր երեխեքին, իր կնոջը Տերի մարգա, իրանց միտքը, իրանց ֆինանսները, իրանց հոգին, շունչը ու մարմինը Տեր, այն ամենը ինչ որ անում են, թող ծաղկի Տեր Հիսուսի անունով։ Մենք խոսում ենք կյանք օրհնություն։ Մենք ընդունում ենք իրանց մեր ընտանիքի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ու ասում ենք այն խոսքը, այն հոգին, որ կա էլ Բեթելի վրա, թող վերցնի իրանց, թող տարածվի իրանց կյանքի մեջ ու իրանց կյանքի միջոցով Տերի մարգա։ Շնորհքի խոսքը, մարգարեական հոգին, երկրպագության հոգին, թողակի ձուլվի իրանց մեջ ու տանի իրանց մեծ բարձունքների ու մեծ գործեր անելու Աստծո արքայության համար։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Բարի գալուստ։ Կարող եք նստել։ Շատ լավ։ Անցած կիրակի մենք ունենք տոնական ծառայություն, մենք ձեռնադրեցինք Դավիթ եղբոր Աննա քրոջը, նաև եկեղեցու առաջնորդության խորհուրդը, չէ, ձևավորվեց, մենք օրհնեցինք խորհուրդը, եկեղեցու առաջնորդության մեջ որոշումներ կայացնելու, շուտով ունենալու ենք եւս մի կառույց, կհայտարարենք, դա լինելու է եկեղեցու ադմինիստրատիվ թիմը, կազմակերպչական թիմը, որը որ պակաս կարևոր կառույց չի, սիրելիներս։ Ինչի եմ սենց հեռվից գալիս, երբ որ աղոթում ենք խորհրդի համար մեր Լիանուրա, մեր Լիան, կարող է ուզենաս դու վկայես, մեր Լիան հետաքրքիր տեսիլք էր տեսել էր մի պարիսպի պատ ու այդ պատի վրա մի պարիսպի գլուխ, այն որ սենց
շախմատի նավակը ոնց է տուրան, չէ, այտենց Պարիսպի գլուխ, որտեղ որ կանգնում են դետերը ու ամեն խորհրդի անդամ մի դետ էր, որ կանգնած էր մի գլխի վրա Պարիսպի ու հետաքրքիր գույներով ամեն մեկը յուրահատուկ գույն էր։ Նույն ընթացքում մեր քույրերից մյուսը էլի տեսնում է նմանատիպ տեսիլք, բայց արդեն ոնց որ Լիա ջան, քո մոտ ոնց էր ձեռքերին սուր կար գունավոր, թե իրանք են այդ գույներով։ Իրանք են։ Մեր մարամիկն էլ, եթե չեմ սխալվում, տեսնում է նույն ձև սրերը տարբեր գույների։ Մենք հիմա որ պատմենք բոլոր տեսիլքները, սենց իրար հետ բոլորը պատմենք, ծառայությունը կվերջանա։ Դրա համար ուղղակի մեկն ենք վերցրել, որտեղ մնացածը նույն տիպի է եղել հաստատող։ Ու ես ուզում եմ կարդամ եւ գույնը ում վրա ինչ գույն է տեսել Լիան եւ իր նշանակությունը կարճ ու մենք ծառայությունը կսկսենք։ Այսօր հետաքրքիր խոսք եմ խոսելու։ Միլեն, սպիտակ, Տիրոջ հոգի, սպիտակ գույնի բացատրությունն է մարգարեականի մեջ, տեսիլքի մեջ։ Ու հերթով կկարդամ անունները մեր խորհրդի անդամների գույները ու գույների նկարագրությունը։ Միլեն, սպիտակ, որի խորհուրդն է Տիրոջ հոգի, աստուզորություն, արդարություն, սրբություն։ Գեղամ, երկնագույն, կամք, հաստատակամություն, դիմացկունություն։ Ամեն, վարդան, դեղին, հույս, պարգևներ, փրկագնված միտք, Աստծուց պարգև։ Նազիկ, մանուշակագույն, իշխանություն, զգացմունքներ, թագավորական։ Որ ասում ես, Են տիպիկ նկարագրումը ամեն մեկին, միգուցե դուք այդքան էլ չեք ճանաչում մեր խորհրդի անդամները, բայց տիպիկ նկարագրումը ամեն մեկին։ Դավիթ կապույտ, Աստծո հետ հաղորդակցություն, հայտնություն, այն ամենը ինչ որ մարգարեական է։ Արսեն կարմիր, բրիտոմ մուգ կարմիր, բարդովի կարմիր, իմաստություն, օծություն, զորություն, իշխանություն։ Արսենն է։ Ոնց նայում ես Արսենն է։ Արթուր կանաչ, էլի, պրիտոմ մուգ կանաչ, այդ գույնի անունը հայերեն չգիտեմ ինչ են ասում, մեր տղերքի համար կանաչ է, աղջիկերքի համար կանաչ, փիրուզա գույն, չգիտեմ, յարկի կանաչ, բուրնի կանաչ, կանաչ, խոտի կանաչ մուգ։ Արթուր կանաչ, խիղճ, զգայունություն, աճ, բարգավաճում։ Խիղճ զգայունություն, Արթուրնա աճ ընթացքի մեջ են, բարգավաճումը մարգարեական է, շուտով, ամեն։ Մենք սա գեղեցիկ կձևակերպենք, եկեղեցու խմբում կդնենք սիրելիներս ու իրար հետ կուրախանանք։ Սա մեծ քաղցր ու աճի ընթացք է սա ցույց է տալիս, որ եկեղեցին կանգնած չի գնում առաջ, ու մենք իրար հետ ունենք լուրջ բարձունքներ, որպեսի գրավենք, լուրջ մարտահրավերներ, որպեսի գրավենք, ու մենք սպասում ենք երիտասարդական հզոր արդյունության։ Դուք ասես որտեղ որ դու կաս, հենց ընդեղ, առանց դեմքերի, առանց մեծ անունների, նույնիսկ առանց եկեղեցու անվան։ Ամեն։ Մի հատ անունն է փառավորվելու այդ արդյունության ժամանակ։ Ով գիտի, որ անունն է։ Ինչի մասին է խոսքը։ Հիսուս անունը։ Ամեն, հալելույա, փառք մեր Տիրոջը։ Շատ լավ։ Այսօր ուզում եմ խոսեմ հոգևոր ձևավորումից։ Ուզում եմ խոսեմ նրանից, որն է Աստծո կամքը մեր համար, որ ինքը մեզ ձևավորի, որ ինքը բրուտն է, մենք կավն ենք, ու իրա կամքն է, իրա իղձը, իրա ցանկությունը, որ ինքը մեզ իրա ձեռքերով ձևավորի, ու որն է լինում հաճախ խնդիրը կամ խոչընդոտը, որ մենք էլ չենք ձևավորվում, այդ կավը ժամանակից շուտ չորանում է ճախարակի վրա,
Ու գալիս է մեր ամեն մեկի կյանքում մի ժամանակ, որ մենք արդեն չորացել ենք։ Մեզ թվում է վերջ, մենք թրծվել ենք, մենք քարացել ենք, մենք չորացել ենք, էլ տեղ չկա, սենց ձևավորված ենք, էլ տեղ չկա։ Ու դա լինում է խոչընդոտ։ Աստված քեզ քո կամքին հակառակ չի ձևավորի։ Երբ որ Տերը գործում է քո կյանքում կամ փորձում է գործի, ստեղ այո Տեր, ես ուզում եմ, իր համար շատ կարևոր է։ Ոչ թե Տեր մի կպի, մի քիչ ցավում է, այլ այո Տեր, ես ուզում եմ։ Երբ որ այգեպանը էտում է ծառը, դա ծառին ավելի պտղաբեր անելու համար է։ Այդպես է թե չէ։ Երբ որ մենք Եղեգնաձորում խաղող ունենք, որ տարին որ չէինք էտում, այդ խաղողը 2 անգամ ավելի քիչ էր բերք տալիս։ Որ տարին որ էտում ենք, համարը բան չէր մնում, նայում ես գարունը էտած խաղող, համարը բան չկա, բայց նենց պտուղ էր տալիս։ Երբ որ էտում ես, ցավոտ է, բայց դա պտղաբերության համար է։ Այսօր մենք մի քիչ կխոսենք, ինչպես Աստված ձևավորում մեզ, ու բացի Աստծուց ինչն է մեզ ձևավորում, ինչն է մեզ դարձրել այնպիսին, ինչպիսին մենք հիմա ենք, ու ինչ է ուզում Աստված։ Մենք վերջում կունենանք ժամանակ աղոթքի, որպեսզի ասենք Տեր, այո, ես չեմ չորացել, նորից թրջի ինձ, ես ուզում եմ փափուկ կավ լինեմ քո ձեռքերի մեջ։ Ամեն։ Բայց մինչև այդ ուզում եմ աղոթենք, իսկ մինչև այդ կարճ ուզում եմ խոսեմ երկրպագությունից։ Երկրպագությունը շատ կարևոր է, սիրելիներ։ Կարևոր է, որ այդ մեր համար լինի մեր կյանքի մի մասը։ Կարևոր է, որ այդ մեր համար լինի ոչ թե սենց շուշուտ երգեք անցնենք խոսքին, այլ մենք մտնենք երկրպագության մեջ։ Երկնքում Աստծո խոսքը ասում է, որ երկրպագությունը չի դադարում։ Մենք գնալու ենք այնտեղ Հավիտյան, դուք ասես քանի տարի։ Հավիտենության մեջ ժամանակ չկա, սիրելիներս։ Մենք երկրպագելու ենք, դուք ասես բաց տեղ ինչ ենք անում, տրինիրով կա։ Սովորում ենք, լավ իմաստով եմ ասում, սովորում ենք կպնել, սովորում ենք ձուլվել, սովորում ենք իր հետ լինել, լույսի մեջ լինել։ Երեք վեդիում ենք մեր արտակենց տանը ու մի հետաքրքիր անձնավորության հետ մեծ սրտով ծանոթացանք, որ շուտով իր մեծ սրտով կծառայի Աստծուն, հավատում ենք, հետաքրքիր բան ասեց, աշխարհիկ ժամանակ, մեղավոր ժամանակ, մահացել էր կոմայի մեջ ու մի ակնթարթ հայտնվել էր երկնքում, գիտեք ինչն էր հիշում երկնքից։ Ասում է, բան չեմ հիշում, Վարո ջան, մենակ այն եմ հիշում, որ ուժեղ լույս էր, աղբեր ու շողք չկար, իրա բառերով եմ ասում։ Ու այդ ինձ հետո ասում աղբեր շողք չկար։ Ասում ես թե սենց ես անում շողք կա, ասում ես սենց եմ անում շողք չկա, սենց շատ հետաքրքիր է։ Որտեվ ինչի շողք կա, որտեվ ստեղ լույսը մի կողմից է, չէ՞։ Բայց իրական լույսի աղբյուրը Տերն է։ Չէ՞, երկնքում արև չի լինելու։ Երկնքում ինքն է լուսավորելու։ Հիմիկվանից սովորենք մտնել այդ լույսի մեջ, կպնել այդ լույսին։ Հիմիկվանից սովորենք մտնել Տիրոջ ներկայության մեջ։ Ամեն։ Նույնիսկ եթե երգերը այդքան բան չի։ Ես ուզում եմ մեր հին երգերը, քիչ մարև թողնել։ Վերցրա։ Իմ հին երգերի միակ օրինակն է, չէ՞, նենց չի, որ ինքը վատ երգ է, ուղղակի միակ օրինակն է իմ հին երգերի։ Թող ինձ ներեն բոլոր այդ երգը երգողները, մտեք։ Ուղղակի երկրպագության ժամանակը բաց մի թողեք, կպեք Տիրոջը։ Նորից այդ ձուլումը, Աստծո խոսքը ասում է, որ Տիրոջ հետ մեկացողը մեկ հոգի է։ Նորից թույլ տվեք ինքը խոսա, ձուլվի, ամեն։
Նորից երկրպագեք իրան, սա հրաշալի ժամանակ է։ Ինչի եմ ես միշտ խոսում, որտեղ երբեմն երկրպագության ժամանակ զգում եմ, որ կեսը ուրիշ տեղ են։ Դուք ասես պտտվում նայում ես, պարտադիր չի պտտվել նայել։ Դու զգում ես հոգով։ Ինչքան եմ ուզում, որ իրականում հասկանաք ու մտնեք դրա մեջ, որտեղ դա ձեր համար է, դա նաև ձեր համար է։ Ամեն։ Եկեք ժամանակ վերցնենք իրար հետ աղոթ կանենք։ Հալելույա Տեր։ Շնորհակալություն քեզ, մեր թանկ Հիսուս, մեր թանկ Տեր, շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն, որ նորից մեզ հավաքել ես Տեր քո թևերի տակ, հավաքել ես մեզ քո գրկի մեջ Տերի մարգա, որտեղից մենք ուրիշ գնալու տեղ չունենք Տեր։ Հավաքել ես մեզ, որպեսզի խոսես մեր հետ Տեր։ Հավաքել ես մեզ, որպեսզի նորից ցույց տաս քո սերը Տեր, քո հոգատարությունը։ Հավաքել ես, որպեսզի մենք նույնը չմնանք այսօր Տեր։ Շնորհակալ ենք քեզ Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք քո հոգատար սրտի համար Տեր։ Շնորհակալ ենք, որ ուզում ես, որ մենք փոխվենք գնալով քո բնավորությանը, քո պատկերին ու քո վարքին նման լինելով Տեր։ Շնորհակալ ենք, որ ուզում ես ձևավորես մեր մեջ քեզ Տեր։ Շնորհակալություն, որ մեզ նայելով մեր մեջ քեզ ես տեսնում Տեր Հիսուս։ Շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն Տեր, որ ուզում ես մեր մեջ ձևավորես քո կատարյալ իրական պատկերն ու կերպարը Տեր։ Այսօր քո տունը, քո եկեղեցին, քո առաջ ասում ենք այո ամեն Տեր։ Մենք բաց ենք քեզանից սովորելու, մենք բաց ենք քեզանից ընդունելու Տեր քո խոսքը, որը որ կձևավորի մեզ ու կօգնի մեզ հետագա ձևավորման մեջ, որպեսզի մենք լինենք թե վարքով, թե գործերով, թե խոսքերով քո կենթանի պատկերը, քո կենթանի կտորը, Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Սիրելիներս, նայեք, մեր հոգու ոլորտում մենք բոլորս նոր արարած ենք։ Երբ որ մենք վերստին ծնվեցինք, մենք դառանք Քրիստոսի պես, Աստծո խոսքը ասում է ինչպես նա էր երկրի վրա, այդպես էլ մենք ենք։ Այսինքն մեր ներսով, մեր հոգու ոլորտում մենք բոլորս նոր արարած ենք։ Բայց մեր բնավորության, մտքի, վարքի մեջ Աստված ուզում է տեսնի Քրիստոս։ Ու Աստծո կամքն է, որ ինքը մեզ ձևավորի եւ բնավորությամբ, եւ վարքով դեպի Քրիստոս։ Սա է մտքի նորոգությունը։ Երբ որ մենք խոսում ենք ձևավորումից, մենք խոսում ենք եւ հոգեվոր աճից, եւ էմոցիոնալ հավասարակշռությունից։ Շատ անգամ մենք կենտրոնացած ենք միայն հոգեվորի վրա։ Կարևորը ես հոգեվոր աճեմ, էմոցիոնալ ինչ վիճակա մոտս ոչինչ։ Սա իրար հետ կապված է։ Սա իրար հետ է գնում։ Իրականում Աստծո կամքն է, որպեսզի իր զավակը լինի կյանքում կայացած, հոգևոր հասուն, էմոցիոնալ հավասարակշռված։ Կյանքում կայացած, հոգևոր հասուն, էմոցիոնալ հավասարակշռված։ Դուք ասես կյանքում կայացած, այո, այն տեղը, որը որ քոնն է, նրա համար ինչի համար դու ծնվել ես, Տերը քեզ ուզում է տեսնի տեղ։ Ու տեղ հաջողված։ Հոգևոր աճած Քրիստոսի կատարյալ հասակի չափով ու էմոցիոնալ հավասարակշռված։ Մենք չենք տեսնում էմոցիոնալ անհավասարակշռված Հիսուս, խառնված իրար, խառնաշփոթների մեջ։ Մենք տեսնում ենք մեկը, ով իր ներսի խաղաղությունից խաղաղություն է բերում։ Ես ուզում եմ մենք այսօր հասկանանք, որ իրականում մենք թույլ չենք տալիս, որ Աստված մեզ ձևավորի։
Կա մի քանի բան կյանքում, որ մեզ ձևավորում է, որ մեզ ձևավորել է, որը որ վարույն դարձրել է մեկը իր բնավորությամբ, իր վարքով, խոսքերով, ինքը ստեղ է, քեզ մեկը, որ տեղ ես, քո տեղում ես։ Ես ուզում եմ կարճ այսօր խոսեմ 5 այն տեղերից, որոնք որ մեզ ձևավորել են ու գնանք ավելի խորը, տեսնենք Աստված ինչ է ուզում։ Առաջինը, որ մեզ ձևավորում, ասա մեր ընտանիքն է։ Մեր ընտանիքը, մեր դաստիարակությունը, ինչ որ մենք տեսնում ենք մեր ընտանիքում, ինչ որ տեսնում ենք մեր ընտանիքի մեջ, սա մեզ ձևավորում է։ Ամեն։ Երկրորդ բանը, այստեղ որ առաջի երկրորդ եմ ասում, սիրելիներս, մեկը կարևոր չի, մեկը անկարևոր։ Ուղղակի ես եմ տենց ոնց որ հերթականություն դրել։ Երկրորդ բանը, որ մեզ ձևավորում է, սա մեր միջավայրն է։ Որտեղ որ մենք կանք, միջավայրը, մշակույթը, մեր սովորույթները, այն մարդիկ, ովքեր ձևավորվում են մի միջավայրում, որտեղ որ նորմալ է համասեռամոլությունը։ Իրանց համար դա նորմալ է։ Այն մարդիկ, ովքեր որ ձևավորում են մի միջավայրում, որտեղ որ նորմալ է հանցագործ կյանքը։ Ինքը աչքերը բացում է գողական կյանքա տեսնում, իր պապան, պապին իր համար նորմալ է այդ, ինքը թզբեխից բացի էլ ուրիշ բան չի ուզում վերցնի իր ձեռքը։ Դուք ասես զառել է ուզում, թեկուզ։ Այսինքն այն միջավայրը, որի մեջ որ դու ապրել ես, մեծացել ես, այս միջավայրը ձևավորել է քեզ։ Ես չեմ խոսում լավ կամ վատ, ես խոսում եմ, որ ձևավորել է։ Ես չեմ խոսում լավ կամ վատ է ձևավորել քեզ քո ընտանիքը ու դաստիարակությունը, ես խոսում եմ, որ ձևավորել է։ Ու ես ուզում եմ դու քեզ տեսնես այդ ձևավորման արդյունքը ու այսօր թույլ տաս, որ Տերը այս 5 ձևավորումներից բացի կպնի ու ձևավորի քեզ, որտեվ եթե դու քեզ տեսնես կարծր մեկը, որ դե սենց եմ, էլի հովիվ ջան, սենց ենք դառե, դու թույլ չես տա, որ Աստված կպնի քեզ։ Հովիվ ջան, սաղ նորմալ է, բայց թզբեխը ձեռիցս մի վերցրու, էլի։ Լսի, ես չեմ ուզում այդ։ Տերն է ուզում քեզ ձևավորի։ Դու կասես, ինչ է ուզում ինձ տա դրա փոխարեն։ Իրա խոսքը։ Իրա խոսքը։ Ամեն։ Երրորդ բանը, որ մեզ ձևավորում է, սա մարդիկ են, շրջապատը, մեր ընկերները, ում կողքը մենք ապրում ենք, իրանք մեզ ձևավորում են։ Աստծո խոսքը ասում է, որ չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը։ Եթե դու քո շրջապատը, քո ընկերները չար են, աշխարհիկ են, սա ապականում է քո բարի վարքը։ Ես ուզում եմ դու ուղղակի նայես, քննես, մանավանդ երիտասարդներին է վերաբերվում։ Ովքեր են քո մտերիմ մարդիկ։ Իսկ սրա հակառակը դուք ասես աշխատում է, իհարկե, իսկ բարի ընկերակցությունները քո վարքը բարի են անում։ Եթե դու շրջապատված ես ծառայողներով, վաղ թե ուշ դու ծառայող ես դառնալու։ Այս սրա համար է եկեղեցին, որ Աստված ինչ է ուզում քեզ հանի քո միջավայրից, որը որ քեզ ձևավորել է մեղավոր ու դնի մի միջավայրի մեջ, որը որ իր տունն է, որը որ այստեղ արդեն արքայությունն է տիրում։ Ու եթե ընդեղ քո մտերիմ բոլոր մարդիկ քեզ տանում են դեպի մեղքը, ապա ստեղ եթե դու ձուլվես Աստծո տան մեջ, քո կողքի մարդիկ քեզ տանելու են սրբության, ծառայության մեջ, աճելու, աղոթքի ու խոսքը կարդալու մեջ։ Դրա համար միջավայրը կարևոր է։ Միջավայրը կարևոր է նաև քո ֆինանսականի մեջ։ Եթե քեզ շրջապատած մարդիկ հարուստ են, դուք սկսես հարուստ մտածել։ Եթե քեզ շրջապատող մարդիկ ծառայող են, մարգարեական են, դուք սկսես մտածել այդ ուղղությամբ։ Հովիվներ են, դուք սկսես մտածել այդ ուղղությամբ։ Քո միջավայրը ու քո շրջապատը, որտեղ դու ապրել ես, սա ձևավորել է քեզ։
Չորրորդ բանը սա տեղանքն է, վայրը։ Սա նույնպես ձևավորում է քեզ։ Եթե դու ծնվել ես մեծ քաղաքում, դու կասես Երևանը մեծ քաղաք է, չէ։ Բայց Հայաստանի համար մեծ է։ Սա քո մտածելակերպը մեծ է անում։ Սա քեզ մեծ տեսիլքներ է տալիս։ Եթե դու ծնվել ես փոքրիկ գյուղում, քո մտածելակերպը փոքրիկ է։ Որովհետև գյուղի այս ծայրից ծայր 10 րոպե է։ Ես հիշում եմ, երբ որ Արցախի ժողովուրդը եկավ, հիմնականում մեր եկեղեցին Ստեփանակերտից էր, Ստեփանակերտի այս ծայրից այն ծայր մի կես ժամում ոտքով կգնայր, մեքենայով 10 րոպե։ Փոքրիկ, բայց շատ գեղեցիկ քաղաք էր։ Ու երբ որ մերոնք պիտի Մասիվից, Զեյթունից կամ Բանգլադեշից գային Էրեբունի, իրանք ասում են Այդ շատ հեռու է։ Էդի 3 անգամ Ստեփանակերտի էստերի սեր գնալ գալ։ Ու ես մտածում եմ, ասում եմ, պատկերացնում եք այն մարդիկ, ովքեր Կիևում գնում են եկեղեցի, իրանք 2 ժամ պիտի գնան։ 2 ժամ դու Երևանից կգնաս Եղեգնաձոր եկեղեցի։ Իսկ պատկերացնում եք, որ Մոսկվայից այս թաղամասից գնում է այն թաղամաս եկեղեցի։ 3 ժամ մինիմում։ Ինքը 3 ժամ կամ մեքենով կամ տրանսպորտով պիտի գնա եկեղեցի։ Փոքր տեղանքը քո մտածելակերպը փոքր է սարքում։ Ու դու դժվարանում ես մեծ բաներ տեսնել։ Հիմնականում գիտեք ինչ է Տերը անում, այն մարդկանց ու միջոցով ուզում է մեծ գործեր անի, կամ բերում է մեծ քաղաք, կամ փոքր տեղանքից բերում է մեծ քաղաքի եկեղեցի, ու ինչ որ մեկին ասում է օգնի, որ իր մտածելակերպը լայնանա ու մեծանա։ Մեր գործը սա է, սիրելիներս, Տիրոջ գործը նույնպես, ինքը ձևավորում է ոչ թե փոքր մտածելակերպով, այլ մեծ մտածելակերպով։ Ու փոքր մտածելակերպով Գաբեսը մի օր աղոթք արեց, ասեց Տեր լայնացրու իմ սահմանները, փոքր է իմ սահմանները, այն տեղը որ ես ծնվել եմ, այն միջավայրը, սա ինձ փոքր է սարքել, ես ուզում եմ մեծը, ու Տերը լսեց Գաբեսի աղոթքը։ Հալելույա։ Աստված միշտ այն ինչ որ խոսում է քեզ ավելին է, քան դու։ Աստված քեզանից փոքր բաներ չի խոսում քեզ։ Աստված քեզանից մեծ բաներ է խոսում։ Երբ որ ինքը խոսում է ու դու լսում ես, ասում ես Տեր, բա դա հնարավոր է։ Միայն քո համար չէ, իր համար հնարավոր է։ Ու 5-րդ բանը, որ մեզ ձևավորում է, սա իրադարձություններն են, որ մեր հետ եղել են։ Իրադարձությունները, մահ, ամուսնություն, ապաշխարություն, սա իրադարձություն է, սա տեղանք չի։ Դու եղել ես մեկը, ու մի օր եկել ապաշխարել ես, ու հիմա սա ձևավորել է քեզ, դու լրիվ ուրիշ մեկն ես։ Ամեն։ Ինչ որ ստրես, ինչ որ ցավ, ինչ որ վերք, ինչ որ վիշտ, ու սա ձևավորել է քեզ։ Ու դու կարծրացել ես։ Ինչ որ միտեղ մի հովիվ քո հետ ճիշտ չի վարվել ու սա ձևավորել է քեզ ու դու կարծրացել ես ու դու ունես վախեր արդեն։ Սա քեզ կարծրացրել է ու դու թույլ չես տալիս, որ այն մյուս հովիվը, ով որ չի ուզում քեզ վնասի, ուղղակի քեզ ձևավորի, օգնի, որ դու աճես։ Ես ուզում եմ, երբ որ մենք խոսում ենք հոգևոր ձևավորում, քո մոտ մի հատ պատկեր լինի, թաց կավի պատկեր։ Պատկերացրեք, ճախարակ է, որ պտտվում է, կավագործը ու դու, թաց կավի հետ աշխատելը հեշտ է, չորացար, ցանկացած փորձ քեզ փոխելու, քեզ ջարդելու է, նորից, թաց կավի հետ աշխատելը հեշտ է, չորացար, կարծրացար,
ցանկացած փորձ, նույնիսկ քեզ օգնելու համար, քեզ կոտրելու է։ Ու միգուցե հիմա դու նստած ես արդեն չոր, որովհետև քո անցյալը քեզ ձևավորել է ու դու կարծրացել ես ու դու էլ չես ուզում ինչ որ մեկը քեզ կպնի։ Ասում ես ինձնից հեռու մնացեք, սաղից այսենց կուշտեմ։ Եղբայրներից մեկի հետ շփվում էի, չեմ ասի ով է, ստեղ նստած է։ Ասեց վարզդատ եղբայր, ես չեմ հավատում, որ հովիվ կա, որ բացի իրանից ուրիշին էլ է տեսնում։ Ասեց ես չեմ հավատում, որ տենց հովիվ կա։ Գիտեք ինչի, ինքը չէր տեսել։ Ու ինքը մի 2-3 եկեղեցում չի եղել։ Վնասել, ու ինքը կարծրացել է։ Ես իրան ասեցի, ես հրավիրում եմ քեզ մեր եկեղեցի։ Ես էլի մի քանի լավ եկեղեցիներ գիտեմ, որտեղ հովիվը բացի իրանից լիքը ուրիշներին է տեսնում։ Մենք հյուրուն ենք ընդեղից։ Ու ոչ միայն տեսնում է, այլ իրանից ավելի բարձր է տեսնում ու բարձրացնում։ Հարցը ինչի, որ դու բացի քեզնից ուրիշին տեսնես։ Հարցը այն է, որ այդ ուրիշին կարողանաս տեսնել ավելի բարձր ու բարձրացնես։ Ամեն։ Հալելույա։ Բայց երբ որ դու կարծրացել ես, կապ չունի ինչ պատճառով, ցանկացած փորձ քեզ կոտրելու է, ցավացնելու է։ Քեզ տվալու է մարդիկ են քեզ ցավացնում։ Չէ, մարդիկ ուզում են օգնեն, դու ես կարծրացել։ Մենք այսօր վերջում ունենալու ենք ժամ, մարգարեական ակտ ենք անելու։ Մենք ասելու ենք Սուրբ Հոգի արի թրջի մեզ քո ջրերն են պետք։ Իրականում այն կավը, որ չորացել է, իր հետ էլ աշխատել չի լինում։ Հոգևոր աշխարհում դա տենց չի։ Ամեն, որտև այն ջուրը, որ մենք ունենք ֆիզիկականում ու այն ջուրը, որ մենք ունենք հոգևորում այդ ջուրը հավիտենական է։ Երբ որ մենք թույլ տանք, որ Սուրբ Հոգին թրջի մեզ, Տիրոջ ձեռքերը նորից պատրաստ կլինեն մեզ կպնելու։ Ես այսօր չեմ խոսում քո ու քո կողքինի փոխհարաբերությունից, քո ավագի, քո ծառայության, նույնիսկ իմ ու քո, ես այսօր ուզում եմ խոսեմ քո ու քո Տիրոջ փոխհարաբերությունից, որովհետև ինքն է ուզում քեզ ձևավորի։ Իրա ձեռքերն են, որ քեզ ձևավորում են։ Իրա ձեռքերն են քեզ սարքում մի անոթ, ինչը որ ինքը ունի իրա մտքում։ Դու կասես, ես սենց անոթ եմ ուզում։ Ինքը կասի, աղջիկը ստեղ ես թույլ տուր, ես ավելի լավ գիտեմ։ Չէ, ես ավելի լավ գիտեմ։ Այ բալա, մախր ես եմ քեզ ստեղծել, այդ ինստրուկցիան ես եմ գրել։ Ես ավելի լավ գիտեմ։ Դու ասում ես, լավ Տեր, հանձնվում եմ։ Լավ Տեր, հանձնվում եմ։ Ինքը սկսում է քեզ ձևավորել։ Գեղեցիկ իր ձեռքերով։ Ինքը սկսում է խոսալ քո վրա, դու պտտվում ես այդ ճախարակի վրա, ինքը քեզ ձևավորում է։ Դու ասում ես, Տեր, բայց մի քիչ ցավում է։ Ինքը ասում է, բայց ես սիրում եմ քեզ։ Մնա իմ սիրո մեջ։ Դու իմ համար թանկարժեք ես։ Դու իմ համար թանկագին ես։ Ասում ես, Տեր, ես այդքան մեծ անոթ չեմ ուզում։ Ինքը ասում է, Սուս, դու չգիտես, դու ինչքան բան կարաս տանես։ Դու չգիտես, Տեր, ես ուզում եմ փոքր մի հատ անոթ մեր փոքր յուղում, փոքր 3 հոգանոց խմբական եմ։ Ինքը ասում է, լսի, դու չգիտես, քո հետևից հարյուրավոր մարդիկ են գալու։ Ու քո միտքը պայթում է, դու չես կարողանում, ոնց որ Մովսեսի միտքը, երբ որ ինքը կանգնած էր Կարմիր ծովի առաջ։ Всё, աշխարհը քանդվել է։ Կարմիր ծովը դեմներս, Եգիպտոս իր զորքով հետևներս, բոլորը աղաղակում են մեզ բերեցիր սպանելու,
Մովսեսը աղաղակում է Տեր ինչ անեմ։ Ընդամենը գավազանդ։ Ընդամենը գավազանդ։ Ու բացվում է։ Սա նման է Եղիային։ Գիտեք, ես վերջերս աղոթում էի եկեղեցու հետ կապված, իմ ծառայության հետ կապված, Աստված ցույց տվեց Եղիային։ Մի հատ բան ասեմ, որ չմտածեք, որ այն որ սենց մենք արդեն ձևավորվել ենք վերջ, մի հատ ուրիշ դիրքից ենք խոսում, մենք էլ ենք ձևավորման փուլում, սիրելիներս, ուղղակի մեկ կարծրանում ենք, Տերը գալիս է իր ներկայությամբ, փափկում ես, այս սրա համար է երկրպագությունը, եթե դու երկրպագության ժամանակ մտածում ես, ախ, հարթուկս մնաց, հարևանիս կատուն սոված է երևի, այ այս խոսքը դժվար է քեզ ձևավորելու, բայց երբ որ դու հալվում ես, թույլ ես տալիս, որ իր ներկայությունը գա թռչի քեզ, նույնիսկ եթե շաբաթվա ընթացքում չորացել ես, խոսքը քեզ ձևավորում է, դու փափկում ես, դու կասես, բաբշե խոսք չես կարդալու, հով ջան, հեսա լիքը խոսք կա, սաղ քարոզեմ, հետո իրար հետևից 10 հատ խոսք կկարդեմ, որ չասեք խոսք չես կարդում։ Աղոթում էի, մտածում էի, Ռոդնի Հովարդին էի լսում, իր քարոզն էի լսում ու այդ քարոզի հետ սեն զուգահեռներ էի տանում, ասում եմ, այ մարդ, մեր խելքին մարդ է այս մարդ, հələ մենք ենք իր խելքին։ Ու սենց մտածում էի, աղոթում էի, հետաքրքիր մի քանի բան Տերը ցույց տվեց, գիտեք, երբ որ դու գիտես ուր է քեզ տանում, Աստված ինչի համար է կանչել, ինչ է ուզում, որպեսզի քեզանով անի, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ հայալեզու Քրիստոսի մարմնի մեջ, երբեմն գալիս է ժամանակ, որ սենց կանգնում ես, ուզում ես հետ քաշվես, մի քիչ կոմպրոմիսի գնաս, մի քիչ սենց, մի քիչ հասկացեք ինձ, Աստված ասում է մեկը չեն հասկանալու գնա առաջ, հասկացեք ինձ, ես ձեր պես եմ, ասում է մեկը իրանց պես չես գնա առաջ, հասկանում եք, Տերը ինքը միշտ ուզում է քեզ ձևավորի, որ առաջ գնաս, ու հետաքրքիր մի բան, որ իմ մտքին եկավ, սա Եղիայի ակտն էր մարգարեական, ինչ արեց Եղիան, երբ որ Բահաղի այս մարգարեները իրանց ճղում, կտրում, փրթում, դուք ասես իրանք մարգարեներ չեն, լավ էլ մարգարեներ են, բայց սուտ մարգարեներ են, լավ էլ մարգարեներ են, ու նենց մարգարեներ էին, որ ամբողջ մի ազգ ծռել էին Բահաղի պաշտամոքի, իրանց փրթելով, իրանց կտրտելով, չկա, ձայն չկա, ու գիտեք ինչն էր ակտ էդ, մենք մեզ վնասենք, որ Աստված գործի, մենք ինչ որ բան անենք, որ Աստված գործի, մենք գին վճարենք, որ Աստված գործի, ես եմ գին վճարում, որ Աստված գործի, բայց նայում ես, Աստված ինքը գինել վճարեց, ինքը իր տղուն էլ ուղարկեց, ինքը գործում է, ընդամենը դու համաձայնվում ես։ Երբ որ եկավ Եղիայի ժամանակով դաժե չէր պատրաստվում գին վճարել, որ Աստված գործի։ Գիտեք ինչ արեց Եղիան, իր կյանքը բարդացրեց, ասես բերեք ջուր լցրեք, այ Եղիա ջան, խես կյանքդ բարդացնում, առանց ջրի ավելի լավ է վառվում այդ զոհը, լցրեցին, բերեք մի հատ էլ ջուր լցրեք, այ Եղիա ջան, դու քո կյանքը բարդացնում ես, չիլնի առանց ջրի վառես, առանց ջրի, չէ, առանց ջրի ավելի հեշտ է, չէ, ժողովուրդ, հասկանում եք, չէ, դրած է փայտ, անձրև է գալի այդ փայտի վրա, դու կես ժամ չես կարողանում կրականես, որ խորոված անես։ Խորովածը դառնում է բան, կապծիկ։ Չկա անձրև, փայտը թաց չի, մի հատ լուցկի ես տալիս վառվում է։ Մենք հայ ենք, սաղս խորոված արել ենք, ով խորոված չարը, ես ձեզ կսովորացնեմ համառը։
եկեղեցում չեմպիոն խորոված անողներ ունեն, կարա գնանք խորովածի դասերի, լողի դաս, շախմատի դաս, խորովածի դասերի, չեմպիոն ֆիզանոմիայից երևում է, չէ, գիրացխանած խորովածը, նայեք ժողովուրդ, եղեղ ես բարդացնում քո կյանքը, ես անում եմ են ինչ որ Տերն է ինձ ասում, եղյա բայց էդի բարդացնում է քո կյանքը, ես անում եմ են, ինչ որ Տերն է ինձ ասում, որովհետև այդ կրակը չեր իջնի, եթե ինքը մինչև կրակը իջացնելը չաներ են ինչ որ Տերն է իրան ասում։ 3 անգամ ջուր լցրեցին Զոհի ու Փայտի վրա, նոր Տիրոջ կրակը իջավ։ Մենք կրակ ենք ուզում, բայց չենք ուզում հնազանդվենք Աստծուն։ Մենք հեշտ ենք ուզում։ Իսկ կլինի չասեք, որ շնորհք եք քարոզում։ Տենց ավելի հեշտացրեք ձեր կյանքը, խի եք բարդացնում ձեր կյանքը։ Ախր այդ շնորհք բառը մարդիկ չեն հասկանում։ Կներեք, մենք անում ենք այն ինչ որ Տերն է մեզ ասել։ Իսկ կլինի չասեք, որ մարգարեական եք։ Ախր մարդիկ սենց վանվում են, էլի։ Կներեք, մենք ոչ թե մեր կյանքն ենք բարդացնում։ Մենք անում ենք են, ինչ որ Տերն է մեզ ասել։ Ու այդտեղ է իր կրակը իջնում։ Երբ որ դու հետ ես քաշվում, երբ որ դու ասում ես լավ մի քիչ իրան հաճեցնեմ, մի քիչ իրան, մի քիչ ես հարանվանությանը, մի քիչ են հարանվանությանը, մի քիչ ես եպիսկոպոսին, մի քիչ ես կաթողիկոսին, վերջում ասում ես կրակ, բա Տեր դու խոստացել ես այդ կրակը, Տեր ասում է ես այդ ճանապարհով չեմ խոստացել։ Այդ ճանապարհով չես գնում։ Հասկանում եք ինչ եմ քարոզում։ Փառք Հիսուսին։ Այն կրակի համար, որ գալու է, այն արթնության կրակի համար, որ գալու է, Փառք Հիսուսին այն շնորհքի արթնության համար, մաքուր խոսքի, որ գալու է եկեղեցու վրա։ Ժամանակը գալու եկեղեցիները չվախենան մարգարեական լինելուց, այլ երազեն, որ իրանց մոտ էլ մարգարե լինի ու այդ ծառայողը։ Դուք այդքան էլ չեք հավատում։ Լավ խոսք եմ կարդում։ Կողոսացիս 1:21 Ես իմ վերնագրին երկրորդ վերնագիր եմ տվել, հոգևոր ձևավորում, հոգևոր հասուն և էմոցիոնալ առողջ։ Հոգևոր հասուն և էմոցիոնալ առողջ։ Աստված ուզում է, որ դու աճես հոգևոր ու աճես էմոցիոնալ։ Աստված ուզում է իր եկեղեցին դարձնի էմոցիոնալ հավասարակշռված։ Ամեն։ Դրա համար, երբ որ այս հետո երիտասարդները մեր կարմրել են, հա, երևի այդ էմոցիոնալ բառից եք կարմրում։ Դե ես սենց եմ, սենց շփցնում եմ, հովիվ ջան։ Հա, որտեղ Աստծո խոսքում գրած, եւ շփցրեք իրար երեսին, որտեվ ես էլ եմ շփ։ Տենց տեղ չկա։ Դե Հիսուսը միտեղ պլետը վերցրեց, սենց մտա, միտեղ, բա մնացած տեղերը։ Չէ, մենք ես միտեղ ուսմունք ենք սարքում ու Եհովայի վկաների պես այդ միտեղը վերցրած ենք։ Ժողովուրդ, մենք խաղաղության Աստված ունենք, մենք խաղաղության որդիներ ենք, Աստված մեզ կանչել է խաղաղության մեջ ու դու թույլ ես տալու, որ Աստված քեզ ձևավորի որպես խաղաղության որդի։ Հալելույա։ Նայեք ինչ է ասում Աստծո խոսքը իմ ու քո համար։ Կողոսացիս 1:21 Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրությունները ցույց տվող չար գործերով, հիմա որպես մարդ իր մարմնով մեռնելով հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի հոր առաջ, նրա առաջ։ Աստծո կամքն է, որ Հիսուսի կատարած գործի հետևանքով Տերը ձեզ ներկայացնի սուրբ, անբիծ ու անմեղադրելի Աստծո առաջ։
Դու կասես դա եղել է հովիվ, այո դա եղել է, բայց դա հոգևոր իրողություն է։ Հիմա ես ուզում եմ խոսեմ, որպեսզի դու թույլ տաս, որ սա գա քո էմոցիոնալ ու ֆիզիկական կյանք նույնպես։ Թույլ տուր, որ Տերը քեզ ներսից ձևավորի դեպի դուրս։ Երբ որ մենք խոսում ենք հոգևոր աճի մասին, դա դրսից ներս չի։ Դա ներսից դուրս է։ Եվ որ ասում ենք, թո Աստված քեզ ձևավորի, դա քո ներսից Սուրբ Հոգի Աստվածն է քեզ ձևավորում։ Դու նայելով քո ներս, տեսնելով Քրիստոսի իրական պատկերը, ձևավորվում ես այդ պատկերի համաձայն։ Ես երեք իմ սոցիալական ցանցերում մի բան էի կիսվել անցած տարվա խոսքերից էր, ոչ ոք իր երեսը չի տեսել։ Ժողովուրդ, դուք ձեր երեսը չեք տեսել։ Ես ձեր երեսը տեսնում եմ։ Դուք տեսել եք հայլու մեջ ձեր երեսի արտացոլանքը միայն։ Բայց դուք ձեր երեսը չեք տեսել։ Այնպես էլ ցանկացած հավատացյալ խոսքի մեջ նայում է ու տեսնում է իր իրական երեսը, իր իրական երեսի արտացոլանքը, որը Քրիստոսն է։ Երբ որ դու նայում ես խոսքին, ամբողջ խոսքը ասում է քննեք իմ մասին է։ Սա խոսքը Քրիստոսի մասին է։ Դու նայում ես ու խոսքի մեջ Քրիստոս ես տեսնում։ Մի քիչ ու շատ նայում դու քեզ ես տեսնում։ Ես քո պես եմ փաստորեն։ Ասում հա, տղես, ես քեզ իմ պատկերով եմ ստեղծել, իմ նմանությամբ։ Վաու, փաստորեն, ես քո պես եմ, հա, հիմա ինչ պիտի անեմ, թույլ տուր քեզ ձևավորեմ այդ պատկերին համապատասխան։ Ամեն։ Ինչն է մեզ ձևավորում, Աստծո ներկայությունը հիմա, փափկացնումը, Աստծո խոսքը ընթացքում։ Երբ որ Տերը կպնում է իր ներկայությամբ, ես փափկում եմ։ Բայց եթե չկա խոսք իմ կյանքում, եթե ես չունեմ փոխհարաբերություն խոսքի հետ, ես կփափկեմ, բայց չեմ ձևավորվի։ Կփափկեմ ու կմնամ փափուկ։ Ես իմ խնդիրներից, պրոբլեմներից կգամ տուն իր ներկայության մեջ, ինքը կկպնի, ես կփափկեմ։ Այդ ամենը կարծես թե կանցնի, ես իրա գրկում։ Բայց եթե ես չեմ նայում խոսքի հայլու մեջ, խոսքի մեջ չեմ տեսնում իմ իսկական երեսը, ու հետո ուղղում, հայլին չեմ ուղղում, խոսքը չեմ ուղղում, իմ երեսն եմ ուղղում, ունքս եմ ուղղում, դեմքս եմ ուղղում, դա ինձ չի փոխվի։ Բոլորը կտեսնեն, այստեղդ որ գծած է, դու չես տեսնի։ Երբ որ դու հանդիպում ես խոսքին ամեն օր, կարդում ես խոսքը, որպեսզի տեսնես դու ինչպիսին ես, այս խոսքը ասեց Սուրբ անմեղադրելու անարատ ես։ Ու դու ասում ես ես ուզում եմ իմ վարքը փոխեմ տենց։ Ես չեմ ուզում ինչ որ բան լինի իմ վրա, ես չեմ տեսնում։ Բայց ուրիշները տեսնում են։ Ես չեմ տեսնում, որ ես ագրեսիվ եմ, բայց ուրիշները տեսնում են։ Էդի գիտեք ինչի աննման, երբ որ դու չես փոխվում, երբ որ քեզ միայն Աստծուն, միայն մտնում ես ներկայության մեջ ու խոսքի հետ չունես ժամանակ, հեսա հակառակն էլ կխոսենք, միայն խոսքի հետ ես ժամանակ անցկացնում, բայց ներկայության մեջ չես մտնում, դա գիտեք ինչի աննման, բերանի վատ հոտին, բոլորը ջոկում են բացի քեզնից, բոլորին դա հաճա, բայց դու չես հասկանում այդ ինչա, Մյուսը որ մասն է, երբ որ ինչ եմ խոսում, որտև մարդիկ հիմնականում լինում են կամ խոսքի մարդիկ, կամ ներկայության։ Այս մարդիկ միշտ կախված են Աստծո ներկայությունից ու խոսքի հետ ժամանակ չեն անցկացում, իրանք չեն փոխվում։
Այս մարդիկ միշտ խոսքի հետ ժամանակ են անցկացնում, բայց ներկայության մեջ չեն մտնում, իրանք էլ չեն փոխվում։ Գիտեք ինչի։ Որովհետև երբ որ խոսքի հետ ժամանակ ես անցկացնում ու թույլ չես տալիս, որ իր հոգու ջրերը քեզ փափկացնեն, չես կարողանում փոխվել, դժվար ես փոխվում։ Այսօր առաջարկ ունեմ ձեզ, սիրելի խոսքի մարդիկ, փնտրեք իր ներկայությունը նույնպես։ Խոսք աղոթքով իր ներկայությունով պարուրեք, դուք ասես իմ մոտ համենա, դու դեմք ես։ Դու կարաս հիմա արդեն գնաս, վсё, քո մոտ սա օքեյ է։ Բայց եթե լսելու բան ունես մնա։ Ես խոսքի մարդ եմ, Հովի ջան, սենց խոսքը վերցրած փրթելով գնում եմ, լսի խոսքը փրթելու համար չի, այն ներկայությունն է պակաս է, որ սկսել ես փրթել, ոնց որ խոսքն էլ ինձ է փրթում, որովհետև ուզում է փոխի սենց անում, ճլըպ ջարդվում մնում ա ձեռը, թույլ տուր իր ներկայությունը քեզ թաց կավ սարքի, ամեն։ Իսկ ես ներկայության մարդ եմ, Հովի ջան, թացանում եմ, խոսք չկա, սենց թրջվում լղկ, հետո խոսք չկա, որ ձևավորի։ Կարդա խոսքը, տես քո իրական պատկերը խոսքի մեջ, իր ներկայության այդ փափկությունը քեզ կտանի ձևավորման ու գեղեցիկ անոթ դառնալու։ Դուք ասես, բա երբ ենք թրջվում, Հովիվ ջան, ստեղ երբեք։ Երբ որ կանգնենք իր առաջ, իրապես կլինենք։ Մինչև իր առաջ կանգնելը, մենք կարիք ունենք փոխվենք, թրջվենք, փոխվենք։ Երկրորդ Կորինթացիս 3:17, մի քանի րոպե է ինձ մնացել։ Լավ էսի անջատեմ։ Էսի անջատեմ ընդեղից է։ Ասում իմը չի անջատվում։ Երկրորդ խիղճը մեկ առաջի խիղճից ավելի բարձր է։ Գիտեք, չէ՞, որ ձեր երկրորդ Սուրբ Հոգին ձեր կանայք են կամ ձեր ամուսինները, ու մեկ իրանք ավելի բարձր են խոսում, քան իրական Սուրբ Հոգին, այդ է վատ է։ Երկրորդ Կորինթացիս 3:17 Տերը հոգին է, եւ որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ է ազատությունը։ Հիշում եք, այս մասին խոսել ենք, ազատություն այնտեղ չի, որտեղ դև չկա։ Օ, իմ դևին հանեք, ես կազատվեմ, չես ազատվի։ Ազատությունը այնտեղ է, որտեղ որ Տիրոջ հոգին է, լցվի Տիրոջ հոգով, այդ ժամանակ կազատվես, լցվի Աստծո խոսքով, այդ է իրական ազատությունը։ Սակայն մենք բոլորս բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայլու մեջ տեսնելով, որն է այդ հայլին խոսքը։ Տիրոջ հոգին մեկ, խոսքը երկու։ Բայց մենք բոլորս բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայլու մեջ տեսնելով, նույն պատկերով, Տիրոջ պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը, առաջնորդվելով Տիրոջ կողմից, որն է հոգին։ Մենք այդպես փոխվում ենք։ Սա ներկա շարունակական ժամանակ է, չի ասում մենք կփոխվենք կամ մենք փոխվել ենք, ասում եմ հիմա մենք բոլորս եկեղեցի իրար հետ բաց երեսով։ Օ, ես ուզում եմ ծածկվեմ Աստծո խոսքից, չես կարա, իր առաջ ամեն ինչ բաց է։ Նայելով Աստծո խոսքին, կերպարանափոխվում ենք ամեն օր, սա գործող ընթացք է, ոչ թե կերպարանափոխվել ենք 2 ամիս առաջ, դրանից հետո ոչ խոսքի, ոչ ներկայության հետ կապ չունենք, ոչ թե շաբաթը մեկ միայն կիրակի, այլ ամեն օր ես ունեմ փոխվելու ժամանակ։ Ոնց որ մկրտական եկեղեցում կարողam ժողովուրդ։ Վերջին ննել չեն, ամեն։ Են որ սոս քեզ Քրիստոս, կե Հիսուս էլ չեն, ամեն։
Ամեն թե չէ։ Հա, հալելույա։ Մենք գնում ենք դեպի, մենք էլ պարգևները բան չկա, ծափ, բան չկա, ամեն, լռություն է եկեղեցու։ Ամեն։ Ամեն օր ես կարիք ունեմ կերպարանափոխվելու։ Ամեն օր բաց երեսով եմ իր առաջ։ Ամեն օր խոսքը ու աղոթքը, ու ամեն օր ես ավելի եմ նմանվում իմ Տիրոջը։ Իմ վարքով, ոչ թե ամեն օր ես ավելի շատ բաներ եմ գտնում, որ նույնը մնամ, դե ես սենց եմ, Հովիվ ջան։ Ոչ թե ամեն օր ես հետ եմ գնում ծիպուկ, այլ ամեն օր ես ավելի եմ նմանվում իմ Տիրոջը։ Ամեն, իրա վարքի պես, իրա խոսքի պես, իրա խոնարհության պես։ Ու մենք իրարից էլ ենք սովորում։ Ամեն, մենք իրարից ենք, դուք ասես, դու էլ ես սովորում, իհարկե, այսօր Վարդանը խոսում էր, ես նստած ասում եմ, խաղաղության մարդ, ինչքան իրանից սովորելու բան ունենք։ Մենք իրարից սովորելու բան ունենք, որտև ամեն մեկս մի պարգև ենք։ Ամեն, հալելույա։ Ու վերջի տեղը, որ ուզում եմ կարդամ, սա Հռոմեացիների 8:29-ն է։ Գեղամ ջան, որ խնդրեմ կգաս, ասում է ծնունդիս օրսկի տորտ չկտրինք, փչինք, ծնունդս չշնորհավորինք, կանչում է փառաբանելու։ Ինչ նվերը սուրա։ Նվերը սուրա։ Ուրա նվերս, դեմքիցս նվերը սուրա։ Ասել եմ վերջում կտակ։ Հավեսա չէ, Աստծո տան մեջ։ Լավ է չէ, որ քառակուսի չի եկեղեցին։ Թե քառակուսի եք ուզում։ Գալստուկս հագնեմ կամ գնամ գալստուկ։ Չէ, կատակ հիմա։ Հալելույա։ Լավ ժամանակ ունենք Գեղամ ջան։ Ես ուզում եմ մենք այս խոսքը կկարդամ մենք իրար հետ աղոթք կանենք։ Ուզում եմ դու քո աղոթքը ունենաս։ Ուզում եմ այսօր կպնես Տիրոջ հետ։ Ուզում եմ այսօր ասես Տեր թրջիր ինձ, Տեր փափկացրա ինձ։ Ես ուզում եմ ավելի փափուկ լինեմ։ Մեր կարծրատիպերը այնքան շատ են, մեր վախերը այնքան շատ են, սիրելիներս։ Մենք վախենում ենք, Աստված մեզ բան է ասում, մեր ներսում խոսում է, մենք վախենում ենք քայլանենք։ Դուք ասես, ախր ես ուզում եմ հստակ սենց լսեմ, գա սենց, ես այս սենց եմ ուզում, սենց գա Աստված ու ասի սկսի ծառայել։ Այ հենց տենց ասի, ես կծառայեմ։ Հա բայց ես տեսել եմ ինքը արդեն ասել է, գնացեք ամբողջ աշխարհը ավետարանը քարը, չէ ես ուզում եմ այդ ձախ ականջիս ասի։ Արդեն ասել է։ Իսկ աջ ականջիս ուզում եմ ասի, ես ում հետ ամուսնանամ։ Լիանանա։ Արդեն ասել է օտարի հետ այլ խառան լծակից մի եղի, բա մնացածը ում սիրտդ կպնի։ Ում սիրես։ Ու մենք երբեմն բարդացնում ենք։ Բայց Աստված այնքան պարզ է, այնքան հասարակ է, այնքան մատչելի է, այս ճիշտ բառից բուն իմաստով եմ ուզում հասկանանք, այնքան մոտ է, ասում է ես մոտ եմ, հեռու չեմ, ոչ թե էժանացնում եմ ես իրան, այլ այնքան մատչելի, այնքան մոտ է ինքը, այնքան հեշտ է Աստծո հետ, մենք բարդացում ենք, սենց խճճում խառնում ենք, ինք ասում այ բալա ախր ես ամեն ինչ հեշտ եմ սարքել, ամեն ինչ հեշտ է, մենք ենք բարդացնում ժորդ, ես ուզում եմ այսօր մի հատ այդ տեղից, այդ վախերից, այդ բարդացնելուց, այդ ամեն ինչից, մենք ուղղակի կանգնենք իր առաջ, ասենք Տեր թրջի մեզ, ձևավորի մեզ, ես չեմ ուզում իմ վախերը ինձ կարծրացնեն, Ես չեմ ուզում, ես ուզում եմ քո հոգին ինձ թրջի, դու ձևավորի ինձ, ու դու հարցեր ունես, բաղոր սենց ձևավորի, բաղոր նենց, լսի ոնց էլ ձևավորի իրա կամքը, քոնից ավելի բարի է հաճելի ու կատա, բա ես իմ համար կամք ունեմ, իրանը քոնից բարի է հաճելի ու կատարյալ։
Հռոմեացիս 8:29, որովհետև նրանց ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինելու իր որդու պատկերին։ Աստված նախասահմանել է, որ քեզ Քրիստոսի պատկերին կերպարանակից անի։ Նույն պատկերն է նախասահմանել, մի քիչ ուրիշ չէ։ Նույնը, նույն վարքը, մի քիչ ուրիշ չէ։ Նույն խոսքերը, նույն զորությունը, կարող է մի քիչ է, չէ, մի քիչ չի, նույն զորությունն է, նույն իշխանությունը, նույն հոգին, նույն գործերը, կարող է մի քիչ է, չէ, Հիսուսը ասում է մի քիչ շատ։ Հիշում եք։ Նույնը։ Ես ուզում եմ մի քիչ ուրիշ, սենց ուզում եմ մի քիչ կոպիտ, չէ, ինքը նույնն է նախասահմանը։ Իսկ չի լինի մի քիչ չոր, չէ, չի լինի։ Ինքը քեզ չի ձևավորելու նենց ոնց որ դու ես ուզում։ Ինքը քեզ ձևավորելու է Քրիստոսի պատկերին համապատասխան։ Ու մենք ունենք մի էտալոն, մի պատկեր, մի կավե անոթ, որը որ այստեղ դրած է։ Այստեղ մի հատ գեղեցիկ անոթ է դրած։ Ու մենք ամեն մեկս մի քիչ տձև, մի քիչ նման, մի քիչ տձև, ու Աստված նստած նայում է այս անոթին, որը որ Քրիստոսն է։ Ասում է թույլ տուր քեզ սարքեմ, այսպիսին։ Դու ասում ես կլինի մի քիչ փոքր, ասում է չէ տղես, նույն ձև։ Կլինի մի քիչ նիհար, ասում է չէ նույն ձև։ Կլինի բնավորությունս մի քիչ կոպիտ, չէ նույնը։ Ինքը ուզում է նույն բնավորությունը, նույն վարքը, նույն զորությունը, նույն իշխանությունը։ Իրականում սա ինքը արդեն տվել է քեզ հոգևոր աշխարհում քո հոգու մեջ։ Հիմա ուզում է ձևավորի քո շունչը, բնավորությունը։ Դու ես խանգարում իրան։ Դու կասես բա սատանան, ինքը тут ни при чем։ Ինքը դաժե չի կարա մտնի այդ փոխհարաբերության մեջ։ Ինքը վաղուց պարտված է խաչի վրա։ Դու ես խանգարում։ Չկա այս փոխհարաբերության մեջ Աստծո ձեռքը ու դու, ոչ մի բան որ կարա մտնի։ Օ գրածա քո մեղքերն են որ բաժան։ Դա հին ուխտն է, նոր ուխտում Հիսուսը լուծեց մեղքի հարցը։ Նույնիսկ մեղքդ չի կարա մտնի քո Աստծո փոխհարաբերության մեջ։ Դա քեզ է հետ վանելու, բայց Աստծո ձեռքը քեզանից հետ չի քաշելու։ Դու կասես ինչն է պատճառը։ Դու, քո անցյալը, քո վախերը, քո մտածելակերպը, քո սահմանափակումները, քո փոքրությունը, այն 5 կետը, որը որ քեզ ձևավորել է ու կարծրացրել է, պիտի մի կողմ դնես, ճղես այդ էջը ու ասես Տեր, ես ուզում եմ քո ձեռքը կպնի ինձ։ Այսօր ժամանակն է եկեղեցի, որ կանգնենք ու ասենք ես ուզում եմ դու ինձ ձևավորես։ Իմ շրջապատը ձևավորել է իմ ձեռքերում դնելով մի բան, որը որ ինձ վայել չի։ Ես ուզում եմ դու ինձ ձևավորես։ Միշտ հիշեք, երբ որ Աստված քեզանից մի բան վերցնում է, ավելի լավ մի բան տալիս է։ Միգուցե ինք ուզում է վերցնեն ինչ որ քո ձեռքում է, որը որ քեզ խանգարում է։ Ու մի գեղեցիկ պարգև դնի քո ձեռքի մեջ, որպեսզի ձեռքը տուն վրա դնես, ոչ թե իրանից վատ հոտ գա, այլ ինքը բժշկվի։ Հավես ներկայությունն է, չեք պատկերացնի, շատ ուժեղ է Տերը ստեղ, շատ ուժեղ է Տերը ստեղ, հալելույա Հիսուս, հալելույա Տեր։ Որովհետև նրանց ում սկզբից ճանաչեց իս ձեզ ճանաչել է, նախասահմանած կերպարանակից լինելու իր որդու պատկերին, որպիսի նա Հիսուսը անդրանի կլինի բազում եղբայրների մեջ։ Դու ես քո անդրանիկ եղբայրը, քո հավատքի առաջնորդը,
զորագլուխը, մեկը ում նայելով առաջ ես գնում, ու իրապես ես գնում, ինքը ոտքը դնում է, դու ոտքդ նույն տեղն ես դնում, ինքը կանգնում է, դու կանգնում ես, Եփեսացիների 5 ասում է նմանվեք Աստծուն ինչպես սիրելի որդիներ, նմանվեք, իրապես վարվեք, իրապես, հիմա իմ սեմը ինպես է խոսում, ինպես է քայլում, իմ ագան երբ որ փոքր էր, իր մամայի կոշիկները հագնում էր վրեն այսքան մեծ, ու տենց քայլում էր, իրապես, ասում է այդ տենց արեք, նայեք Աստծուն Հիսուսին ու իրան նմանվեք, իրապես վարվեք, իրապես խոսեք, երբ որ հանկարծ քո առաջից գնում է այդ էտալոնը Հիսուսը, երբ որ քո առաջից գնում է այն կուժը, այն սափորը, որին դու պիտի նայես, քո մոտ սա խառնվում է իրար, երբ որ Հիսուսը գնում է ու գալիս է ուրիշ բան, ցանկացած բան, ցանկացած լավ բան, արթունություն, ծառայություն, ծառայությունը կարևոր է, Աստծու հետ փոխհարաբերությունը ավելի կարևոր է, քան քո ծառայությունը, առանց Աստծու հետ փոխհարաբերության ծառայությունը քեզ սարքելու է կրոնավոր, դու տալու ես քեզ, վերջանաս ու սկսես վնասել մարդկանց, ինչ ուզում ես դիր Հիսուսի տեղը քո աչքերի առաջից, քո պարգևը, քո կոչումը, արթունությունը, դա վտանգավոր է, մենք նայում ենք Հիսուսին, մենք նմանվում ենք Հիսուսին, դու կասես ես ուզում եմ Յոնգիչոյի նմանվեմ, շատ իզուր, Հիսուսն էլ, Յոնգիչոն էլ է Հիսուսին նմանվե, հալելույա, շատ ուժեղ, գիտեք ինչ եմ զգում, շատ ուժեղ մթնոլորտ կա, հոգին եկել է փոխելու, հոգին եկել է ինչ-որ բաներ ջարդելու, ես ուզում եմ դուք մտնեք, զգաք, եկեք կանգնենք իրար հետ եկեղեցի, եկեք մեր առաջ դնենք որպես էտալոն միայն Հիսուսին, եկեք որպես պատկեր ունենանք միայն իրա պատկերը, վարք միայն իրա վարքը, խոսքեր իրա խոսքերը, գործեր իրա գործերը, զորություն իրա զորությունը, չափ իրա չափը, Աստված քեզ չի սահմանափակել չափի ու ձևի մեջ, ժառանգություն, դու իրան ժառանգակից ես, հալելույա Տեր, հալելույա Աստծո հոգի, դու այստեղ ես որպիսի փոխես, դու այստեղ ես որպիսի թրջես մեզ, դու այստեղ ես որպիսի որպես կավ մեզ փափկացնես Տեր, ու քո փափագնա Սուրբ Հոգի, որ մեր մեջ ձևավորես մեր բնավորության մեջ, ձևավորես Քրիստոսի բնավորությունը, մեր վարքի մեջ Քրիստոսի վարքը, մեր խոսքերի մեջ Քրիստոս, մեր աչքերի մեջ Քրիստոս, Տեր, ամեն կարծրություն, ամեն վաղ, որ մեզ կարծրացրել, ամեն անցյալ, որ մեզ կարծրացրել է, մենք հիմա բերում ենք քո առաջ, մենք մեզ ենք բերում քո առաջ Տեր, մեր բնավորությամբ, մեր վարքով, մեր խոսքերով Տեր, ու մենք խնդրում ենք Սուրբ Հոգի, թրջիր մեզ քո ներկայությամբ, մենք կարիք ունենք թրջվելու Տեր, մենք կարիք ունենք նորից փափկելու մեր հոր ձեռքերի առաջ Տեր, մենք ուզում ենք ձևավորվենք ոչ թե մեր կամքի համաձայն, մենք ուզում ենք մեր ապագան կառուցենք ոչ թե մեր իմացածով, մեր գծածով, մեր պլանավորածով Տեր, այլ մենք քոնն ենք ուզում, որտև քոնը հաստատ, ավելի բարի, հաճելի ու կատարյալ Տեր, մենք քեզանից ենք ուզում, քո պեսն ենք ուզում Տեր, որտև մենք քո կտորն ենք, մենք քո պես ենք, մենք քո վարքն ենք ուզում,
քո իշխանությունը, քո խոսքը, քո զորությունը Տեր։ Մենք ուզում ենք գործենք, մենք տարիներ լսել ենք, 3 տարի լսել ենք, որ մենք ունենք, հիմա ուզում ենք գործենք Տեր։ Հիմա ուզում ենք օգտագործենք Տեր։ Հիմա ուզում ենք խոսենք քո պես, հաղորդենք քո պես, դև հանենք քո պես, բժշկենք քո պես։ Մենք ուզում ենք երկրի վրա քո կտորը լինենք Տեր։ Օ, հալելույա։ Հալելույա, շիրաբա սոլոլո պատինա նանամասայա։ Օ, լա քիրաբա սանդարամասիա։ Հիմա վերցրու ժամանակ դու քո աղոթքը արա։ Դու քո աղոթքը, բոլոր այն կարծրացած մասերը դու իրան ասա։ Դու ասա Տեր, այս սա է ինձ կարծրացրել, այնա, այստեղ եմ կարծրացած, չեմ կարողանում վստահեմ մարդկանց, չեմ կարողանում վստահեմ ոչ ոքի, որովհետև ես ձևավորվել եմ, թրջիր ինձ, փոխիր ինձ, ես չեմ ուզում նույնը մնամ, դու խոսա իրա հետ, կեղամը մի երկ կվերցնի, Սա քո համար ժամանակա, որ երկրպագես ու խոսաս քո Տիրոջ հետ, ու մենք իրար հետ աղոթք կանենք, սիրելիս։ Parkera, tapum me surpans reva, kevlets nu me mes parko. Tu araç nortumes, derdumes danumes, kev koger kime jonu. Batsanum en ver parkera, tapum me surpans reva, kevlets nu me mes parko. Tu araç nortumes, derdumes danumes, kev koger kime jonu. Ներկայությանը մեջ ով Տեր ցնծում է իմ հոգին քո մեր փափումից ալվում եմ ես ներկայությանը մեջ ով Տեր ցնծում է իմ հոգին քո մեր փափումից ալվում եմ Բացանում են վեր պարքերը, թափում է սուրբ անձրևը, և լցնում է մեզ պարքով։ Դու առաջնորդում ես, տերդում ես, տանում ես, և քո գրքի մեջ Բարձանում են մեր պարքերը, թափում ես
Եվ լցնում եմ մեզ վախով Դու առաջնորդում ես, ներդում ես, տանում ես Եվ քո գրքի մեջ օրնում Ներկայությանդ մեջ ովտեր Ծնծում է իմ հոգին Քո մեմ հպումից ագում եմ ես Ներկայությանդ մեջ ովտեր Ծնծում է իմ հոգին Քո մեմ հպումից ագում եմ Ծնծում է իմ հոգին Քո մեմ հպումից ագում եմ ես Ներկայությանդ մեջ ովտեր Ծնծում է իմ հոգին Քո մեմ հպումից ագում եմ ես Բացանում են վեր պարքերը Թափվում է սուրբ անձրևը Եվ լցնում ես մեզ փառքով Դու առաջնորդում ես Տերում ես, տանում ես Եվ քո գրքի մեջ օրնում Բացանում են վեր փառքերը Թափվում է սուրբ անձրևը Եվ լցնում են մեզ փառքով Դու առաջնորդում ես Տերում ես, տանում ես Եվ լցնում ես մեզ փառքով Ներկայությանդ մեջ ովտեր Ծնծում է իմ հոգին Քո մեմ հպումից ագում եմ ես Ներկայությանդ մեջ Ծնծում է իմ հոգին Քո մեմ հպումից ագում եմ վերքը որ չորանում է, ինքը չոր բան է, չէ մնում ցավոտ։ Տեսնում եմ ոնց է Քրիստոսի արյունը այդ իրա վերքերից գալիս է քո վերքերի վրա ու թրջում ու փափկացնում է։
Իսկ Աստծո հոգին այսօր այդ վերքերի հարցը լուծելու է։ Շատերիս վերքերն են, որ մեզ կարծր են սարքել։ Ամեն վերք կարծրացնում է։ Հավատացեք, ես գիտեմ ինչ եմ ասում, ես հասկանում եմ, ես ուրիշ դիրքից չեմ խոսում։ Մենք Միլենի հետ արդեն լոզունգ ունենք։ Երբ որ մենք եւս մի նոր բան ենք լսում մեր մասին, որ զարմանանք, ասում եմ, գիտես մենք արդեն ինչ ենք արել, ամեն շաբաթ մի բան լսում ենք մեր մասին։ Ասում եմ, հիմա գիտես ինչ ենք արել, ինչ ենք, էս ենք արել, հետո էս ենք։ Ու դա թվացial ոչինչ չի անում, բայց ներսդ խառնում է։ Ինչքան մտերիմ մարդ է խոսում, այդքան ավելի այդ վերքը մեծ է։ Բայց հետո բերում ես Աստծո առաջ, ասում ես Տեր, ներում եմ։ Ոչինչ, ինքն էլ տենց է մտածում։ Ինձ միտ կարծրացրու, ինձ մի դաժանացրու, ես չեմ ուզում դառնամ կարծր, ես չեմ ուզում, բաներ կա չեմ էլ ասում Միլենին, 3-4 օր առաջ բան եմ իմացել, նույնիսկ չեմ ասել, չգիտի չեմ ասել, որ ինքը չտանջվի իզուր, ասում եմ Տեր, ես չեմ ուզում դաժանանամ, կարծրանամ, թույլ տուր նայեմ առաջ, Աստված քեզ ու ինձ չի կանչել, որ մենք արդարանանք մարդկանց առաջ, Աստված մեզ չի կանչել, որ մենք ճիշտ դուրս գանք, որ մենք հաղթենք ինչ որ մեկին ուսմունքով ու ճիշտ դուրս գանք, նույնիսկ եթե հաղթես ու ճիշտ դուրս գաս, դու պարտվելու ես, որտեվ դու դրա համար կանչված չես, Աստված մեզ կանչել է շնորհքի խոսքը քարոզելու, դե գնաց ու քարոզի, մի ապացուցի, որ դու ճիշտ ես, այն ինչի մեջ Աստված քեզ չի կանչել, մի արա, Արա այն ինչի մեջ Աստված կանչել է քեզ։ Այսօր Աստծո հոգին ստեղ է, որպեսզի բոլոր այդ վերքերը, բոլոր այդ կարծրությունները թրջի ու քեզ ձևավորի Քրիստոսի պատկերի համար։ Քրիստոսին հեշտ չի եղել խաչի վրա։ Ոչ ոք քեզ չի խոստացել, որ քեզ հեշտ է լինելու։ Բայց իր հետ ես անցնելու։ Ամեն Սիրտը չդառնացնես, սիրտը չփակես, չդաժանացնես, սիրի, բարի եղի, օրհնի, ամեն չկարծրանաս, Տերը չի կարա քեզ փոխի, եթե կարծրանաս, Աստծո հոգի թրջիր ամեն մեկին, թափվիր ամեն մեկի վրա, փափկացրու ամեն կարծրացած սիրտ, փափկացրու Տեր, որպեսզի Հայրը կարողանա ձևավորի մեզ Քրիստոսի կատարյալ պատկերի պես։ Մենք մի կողմ ենք դնում, ամեն կարծրություն, ամեն որոշում, որը որ չի ծնվել քո այդ փոխհարաբերությունից, ամեն ձևավորում, որ մեզ ձևավորել է ոչ քո խոսքի ու կամքի համապատասխան, մենք ասում ենք դու ստեղ ես Աստծո հոգի, որ թրջես ու Հայրը ձևավորի Քրիստոսի կատարյալ հասակի պես, պատկերի պես, հալելույա, նայեք ինչ գեղեցիկ է երրորդության գործը մեր մեջ, Սուրբ Հոգին թրջում փափկացնում է, մենք ունենք պատկեր էտալոն Քրիստոս, Հայրը ձևավորում է Քրիստոսի կատարյալ հասակի պես քեզ, Քրիստոսի պատկերի պես քեզ, ամեն, հալելույա, եթե կան մարդիկ ում դժվար է, եթե կան մարդիկ ովքեր կարծրացել են ու հիմա չեն կարողանում փափկեն, եկեք առաջ մենք ձեր համար գաղութենք Միլենի հետ,
Hallelujah. Hallelujah, Jesus. Եկեք մի ամաչեք, եթե ունես աղոթքի կարիք անպայման արի առաջ։